ուզում ենք փոխվարչապետի հետ հանդիպում։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ձկնաբույսները։ Նրանք պնդում են, որ եվրոպական շուկան դեռ անհասանելի է իրենց համար ու պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ։ Ձկնաբույսների միության տնօրեն Գոր Գրիգորյանը նշել է. «Մինչ օրս ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հարցն է լուծվել, ոչ էլ սուբսիդիա տրամադրելուն է։ Փորձում էր հանրությանը ցույց տալ, որ ինչ-որ ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ժողովուրդ ջան, ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված է ոլորտի հարցը լուծվել, ոչ էլ այդ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելուն, որովհետև մենք ասել ենք ու նորից ասում ենք, եվրոպական շուկան դեռևս մեզ համար անհասանելի է, իսկ այն ծավալները, որ այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, դրանք միանգամից եվրոպական շուկա սպառելը անիրատեսական է։ Խոսքը մոտ 15,000 տոննա կենդանի ձկան մասին է, այս պահի դրությամբ։ Նրա խոսքով այսօր շուրջ 15,000 տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Ձկնաբույսներից մեկն էլ ժխտել է ՍԱՏՄ ղեկավարի այն հայտարարությունը, թե ոլորտի 97%-ը պատրաստ է Եվրոպա արտահանման։ Հարգելի եվրոպական շուկան նոր չեն առել, եվրոպական շուկան մենք բազմից ենք քննարկել։ Եվրոպական շուկան մենք մրցունակ չենք։ Եվրոպական շուկայում մենակ մի հատ տնտեսություն կա, նորվեգական ձկնամթերքը, որը 1,150,000 տոննա 24 թվականին արտահանվել։ Դուք հասկանում եք այդ ինչ տվյալ է։ Մենք 14,000 տոննա արտադրանք ենք տանում Ռուսաստան, Հայաստանն էլ ինքնաբավ պահում են։ Իսկ մենք մեր արտադրանքը ավելացել է Ռուսաստանի եւ մենք շուկայում կարացել ենք տեղ գրավենք, երբ որ Ռուսաստան եւ Եվրոպայի սանկցիաները իրականացվեցին։ Դրա արդյունքում այսինքն մենք անգամ Ռուսաստանում էինք զորով մրցակցում նմանատիպ երկրների հետ։ Մենք այսօր տանենք իրանց տան մեջ կարանք մրցակցենք, ո՞նց եք պատկերացնում։ Էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի 24-ին ձուկ եւ ձկնամթերք արտադրողներին հրավիրել է մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման, որ ծանոթացնեն Հայաստանից Եվրոպական միություն ձկան եւ ձկնամթերքի արտահանման կառավարության սահմանած ընթացակարգերին։ Սա հայտնի է դարձել բողոքի ակցիայից հետո։ Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը։ Նրան կրկին Տիգրան են կոչել։ Երեխայի մահից հետո 2025 թվականի հոկտեմբերին մահացել էր նաև նրա հայրը, Նորայր Պետրոսյանը։ Ամուսնու մահից կարճ ժամանակ անց կինն իմացել է, որ դարձյալ երեխայի է սպասում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք, շնորհավորելու փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Տեղատարապ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մի քանի փողոցներ։ Քաղաքում տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է, հայտնել են հանրային ծառայությունները։ Որոշ վայրերում վարորդները ստիպված են եղել ձեռքով հրել մեքենաները։ Իրանը հզոր հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին, հարվածների հետևանքով զոհվել է 2 ամերիկացի զինծառայող։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով, հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածների հետևանքով խոցվել է Մուհարակ քաղաքի ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանը եւ Ռիֆա քաղաքի Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգը, որը գտնվում է Բահրեյնում։ Իրանական Շիրազ քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել։ Հարվածի թիրախում է հայտնվել քաղաքի խոշորագույն թաղամասերից մեկը։ Այս ֆոնին Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը եւ տարածաշրջանային այլ միջնորդներ ԱՄՆ-ին եւ Իրանին 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել, հաղորդել է Axios գործակալությունը։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Վաշինգտոնում է, նա պատմական հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցությունների առանցքում հարավային Լիբանանի անվտանգային պայմանավորվածություններն ու Լիբանանի կառավարության վերահսկողության ամրապնդումն են։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկրում անվտանգության միակ պատասխանատու մարմինը լինի բացառապես Լիբանանի կառավարությունը։ Financial Times-ի հաղորդմամբ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ժառանգությունն այսօր վճռվում է Իրանի դեմ վերսկսված պատերազմի եւ Հորդանանում ամերիկացի զինվորների զոհվելու մտահոգիչ պայմաններում։ Վաշինգտոնն այժմ փորձում է սոսկ վերականգնել Հորմուզի նեղուցի նավագնացության եւ միջուկային ծրագրի նախկին կարգավիճակը։ Թեհրանի տեխնոլոգիական վերելքն ու տարածաշրջանի երկրների խոցելիությունը անհասանելի են դարձնում ամերիկյան անգամայից համեստ նպատակները։ Դիվանագիտական փակուղու պատճառով Սպիտակ տունը կրկին որդեգրել է Իրանում վարչակարգի տապալման եւ տնտեսական շրջափակման վտանգավոր մարտավարությունը։
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Սումիի էպիկենտրոն առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև բազմաբնակարան բնակելի շենք։ Պայթյունի ալիքից կոտրվել է մոտակայքում գտնվող դպրոցի պատուհանները։ Տուժել է 6 մարդ, նրանց թվում 4 երեխա։ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ անձրևները չեն դադարում։ Աղետի հետևանքով սողանք է առաջացել, ինչի պատճառով կառուցվող թունելը փլուզվել է, 8 բանվոր զոհվել է։